Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, քանի որ տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը եւ նույնը կկատարվի քո կյանքում։ Ամեն ինչի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ եւ ես հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել քեզ ամեն բնագավառում, որտեղ վերքեր ունես։ Մենք այնքան շատ բան ունենք։ Եվ իրականում դժգոհելու պատճառաբանություն չկա ընդհանրապես։ Հենց այս մասին եմ ուզում խոսել այսօր։ Ունենալ գոհունակության վերաբերմունք։ Աստվածաշունչն ասում է, աստվածապաշտությունը գոհունակության հետ մեծ շահավաճառություն է։ Եվ հավատում եմ, որ գոհունակ լինելը հրաշալի միջոց է Աստծուն փառաբանելու համար։ Կարծում եմ, դա իսկապես օրհնում է նրան, քանի որ աշխարհում այնքան շատ մարդիկ կան, որոնք դժգոհ են, եւ մեզնից յուրաքանչյուրը, նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, թե աղքատ են, այնքան շատ բան ունեն նրանց համեմատ, ովքեր աշխարհում են։ Գիտեք, մենք անընդհատ մտածում ենք, բայց կարիք ունենք ավելի շատ մտածելու այն մասին, թե որքան օրհնված ենք։ Նկատի ունեմ, մենք կարիք ունենք ավելի շատ մտածելու, թե որքան օրհնված ենք եւ ինչ է Աստված արել մեզ համար։ Նույնիսկ բժշկական միջոցները, որոնք հասանելի են մեզ այսօր։ Մենք օրհնված ենք։ Եվ ես կարծում եմ, որ լավ կլինի, երբ այսօր այստեղից հեռանանք, որոշում կայացրած լինենք, որ կունենանք լավ վերաբերմունք։ Աստծո հետ կլինենք, որպեսզի պահպանենք այդ վերաբերմունքը։ Եվ հավատացեք ինձ, սա մի բան է, որին հետամուտ ենք ամբողջ կյանքի ընթացքում։ Ես այսօր նպատակ եմ դրել։ Իմ նպատակը սա է։ Եթե հիշեմ, հաջորդ տարի ձեզ կտեղեկացնեմ, թե արդյոք որևէ առաջընթաց ունեցա։ Իմ նպատակն է, երբ Դեյվն ամեն անգամ ինձ խորհուրդ տա, ես ասեմ շնորհակալություն։ Օ, դա շատ ջանք է պահանջում։ Ամեն։ Վաու։ Կարծում եմ, որ հրաշալի կլինի, եթե այստեղից դուրս գանք այն որոշմամբ, որ գոհ ենք լինելու։ Իսկ գիտեք, որ այս ամենը մենք չենք կարող ինքնուրույն անել։ Աստված պետք է օգնի մեզ։ Պողոսը Փիլիպեցիների 4:11 եւ 12-ում ասում է. Ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, քանի որ ես սովորեցի ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել։ Ըստ երևույթին, սա մի բան չէր, որ նա միշտ իմացել է, այլ մի բան, որ պետք է սովորեր։ Ուստի սխալ չէ, որ մենք դեռ սովորում ենք դա։ Ես միանշանակ նույնիսկ իմ ծառայության սկզբում միշտ դժգոհ էի, քանի որ ուզում էի, որ ավելի մեծ ծառայություն ունենալ եւ ես պարզապես հիասթափված էի, որովհետեւ ծառայությունը չէր աճում։ Կար մի բան, որ ես բաց էի թողնում։ Գիտեք, մենք միշտ մտածում ենք, ինչու այլ կերպ կանեի, եթե կարողանայի հետ գնալ ու կրկին սկսել։ Կուզեի խորհուրդ տալ, որ փորձեք իսկապես երջանիկ լինել այնտեղ, որտեղ գտնվում եք, մինչ շարժվում եք դեպի ձեր նպատակակետը։ Ես սիրում եմ այն, ինչ Պողոսն ասում էր, կամ ինչ ընդլայնված Աստվածաշունչն ասում է գոհունակության մասին։ Գոհունակ լինել չի նշանակում, որ դու երբեք ոչինչ չես ուզում։ Ինչ որ բաներ ուզելը սխալ չէ, բայց եթե մենք ինչ որ բան ենք ուզում, պետք է խնդրենք Աստծուց, այնուհետև գոհ լինենք այն բանից, թե երբ եւ ինչպես նա կտա այն մեզ, եւ վայելենք ներկա պահը, մինչ սպասում ենք Աստծուն, որ անի հաջորդ բանը։ Ուզում եմ ձեզ մի բան ասել, եւ սա կարևոր է։ Ես հայտնաբերել եմ, որ եղել են ժամանակներ, որ մի փոքր դժգոհ եմ եղել, իրականում չիմանալով պատճառը։ Ես գիտեի, որ օրհնված եմ եւ չպետք է դժգոհ լինեի, բայց չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Աստված ցույց տվեց մի բան, որն օգնեց ինձ, եւ հիմա ուզում եմ դրանով օգնել ձեզ։ Միշտ լինելու է այնպես, որ ձեր մեջ մի բան, անկախ նրանից, թե ինչ ունեք կամ չունեք, միշտ լիարժեք բավարարված չի լինելու, քանի որ սա ձեր տունը չէ։
Աստվածաշունչն ասում է, որ մենք ներքուստ հառաչում ենք, սպասելով մեր մարմինների լիարժեք փրկագործմանը և Քրիստոսի գալստյանը։ Սա մեր տունը չէ, մենք միայն անցնում ենք այստեղով, որպեսզի հասնենք տուն։ Այնպես որ մեր ներսի հոգևոր էությունը երբեք լիարժեք բավարարված չի լինելու, մինչև չլինենք Հիսուսի հետ և մեր տանը, ամեն։ Փառք Աստծուն, որ մենք չենք կարող բավարարվել այս աշխարհով։ Իրականում, որքան շատ եմ մեծանում, այնքան ուզում եմ իմանալ, թե ինչ է Աստված պատրաստել ինձ համար այն կողմում։ Չեմ ասում, թե ուզում եմ մահանալ, սակայն երբ մեծանում ես, դառնում ես մի փոքր ավելի հետաքրքրասեր։ Տեսնես իրականում ինչպես կլինի։ Այսպիսով Պողոսն ասում էր. ես պետք է նորից սկսեմ, ոչ թե կարոտության պատճառով եմ ասում, քանի որ ես սովորեցի ինչի մեջ որ կամ, նրանով բավական լինել, բավարարվել այն աստիճան, որ չմտահոգվեմ կամ չանհանգստանամ։ Ինձ դա դուր է գալիս։ Գոհունակ լինել չի նշանակում, որ ես երբեք ոչինչ չեմ ուզում, սխալ չէ ինչ-որ բաներ ուզելը։ Սխալ է, երբ տխրում ես, եթե չես ստանում դրանք։ Կրկին կասեմ, սխալ չէ ինչ-որ բաներ ուզելը, բայց սխալ է, երբ տխրում ես, եթե չես ստանում դրանք, քանի որ իրականում դու ասում ես, Աստված, ես քեզ չեմ վստահում։ Մենք խնդրում ենք, որ նա վերահսկի մեր կյանքը։ Ես հասկացել եմ, որ եթե ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց և նա դա չի տալիս, նշանակում է կամ ես ճիշտ բան չեմ խնդրել, կամ ճիշտ ժամանակը չէ, կամ էլ Աստված շատ ավելի լավ բան ունի ինձ համար, և ես այնքան էլ խելամիտ չեմ դա խնդրելու համար։ Մեկ բան կարող եմ ասել, Աստված երբեք ոչինչ չի պահում ձեզնից։ Հավատացեք, երբ ճիշտ ժամանակը գա, և ձեր խնդրանքը ճիշտ լինի, ոչինչ և ոչ ոք չի խանգարի, որ Աստված տա ձեզ այն, ինչ ուզում եք։ Ամեն։ Եվ այսպես մենք պետք է բավարարվենք նրանով, ինչի մեջ կանք։ Մի վատնեք ձեր կյանքը, տխրելով ձեր ներկա վիճակի համար և անընդհատ փորձելով հասնել հաջորդ կետին։ Անշուշտ ձգտեք առաջ գնալ։ Մենք չենք ուզում պասիվ ու ծույլ լինել և պարզապես նստել ու ոչինչ չանել կամ երբևէ ոչինչ չուզել։ Սակայն Աստված ուզում է, որ մենք ուրախ լինենք և, կարծում եմ, ուզում է, որ շնորհակալ լինենք։ Եթե ուզում եք, որ Աստված ձեզ այլ բաներ տա, պետք է սովորեք շնորհակալ լինել ձեր ունեցածի համար։ Փիլիպպեցիների 4:6-ն ասում է. ոչնչի համար մի մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Մի օր աղոթում էի ինչ-որ բանի համար և Աստված ասաց. ինչու պետք է տամ դա քեզ, դու արդեն դժգոհում ես այն բանից, ինչ ունես։ Այնպես որ եթե դժգոհում ենք նրանից, ինչ ունենք, մեկ այլ բան ստանալը չի դադարեցնի մեր դժգոհությունը։ Մենք կգտնենք մեկ ուրիշ առիթ դժգոհելու համար։ Իսկ Պողոսն ասում էր. գիտեմ ինչպես ցածրանալ և խոնարհությամբ ապրել սուղ պայմաններում։ Նա նկատի ունի ես գիտեմ ինչպես ուրախ լինել, չունենալով այն, ինչ ուզում եմ, և ես գիտեմ նաև ավելությունով լինելն էլ։ Փողի վերաբերյալ մենք երկու քննություն ենք հանձնում։ Մի անգամ Տերը դրեց սա իմ սրտում, առաջին քննությունը սա է. ինչպես ես վարվում, երբ ընդհանրապես փող չունես, և երկրորդը, ինչպես ես վարվում, երբ շատ փող ունես։ Երբ ընդհանրապես չունես, Աստված ուզում է, որ գոհունակ լինես, ապավինելով իրեն։ Եվ որտեղ էլ լինես, հնարավորինս առատաձեռն լինես։ Եվ երբ առատությամբ ունես, Աստված չի ուզում, որ դառնաս եսասեր և ամբողջը քեզ պահես, նա ուզում է, որ քո հոգսերը հոգաս, բայց նաև լինես շատ առատաձեռն։ Եվ կա մի ոգի, որի հետ մեր կյանքի ընթացքում գործ ենք ունենում, որի դեմ անընդհատ պետք է պայքարենք, դա ագահության ոգին է։ Երբեմն մտածում ենք, եթե ես ունենայի սա, երջանիկ կլինեի, եթե ես ունենայի դա, երջանիկ կլինեի։ Ոչ, դու պետք է երջանիկ լինես նրանով, ինչի մեջ կաս։ Ես փորձել եմ լուրջ մտածել այս հարցի վերաբերյալ, քանի որ չեմ սիրում քարոզել մի բան, որը անիրագործելի է մարդկանց համար։ Ուստի
Ինչպես կհնչի այս ուղերձը մի մարդու համար, որը գուցե թմրամոլ ամուսին ունի կամ երեխա, որը շատ խնդիրներ ունի, եւ ես ձեզ ասում եմ, ուրախ եղեք այն ամենում, ինչի մեջ կաք, շարժվելով դեպի ձեր նպատակակետը, եւ բավարարվեք, իսկ ինչպես կարող եք դա անել, երբեմն մեզ գրում են մարդիկ հարցնելով, ինչպես կարող եմ գոհանալ, երբ այս կամ այն իրավիճակի մեջ եմ։ Չգիտեմ, ունեմ արդյոք լիարժեք պատասխան ձեզ համար, բայց կարծում եմ կարող եմ մասամբ պատասխանել։ Եվ այդ պատասխանն է, որ ամբողջ ժամանակ չկենտրոնանաք ձեր ունեցածի վրա։ Նրանց ավելի շատ է դուր գալիս, քան ձեզ։ Իսկապես շատ անգամներ, երբ կենտրոնանում ենք ինչ-որ բաների վրա, դրանք ավելի են մեծանում։ Եվ դուք կարող եք իրականում այնքան շատ մտածել ձեր խնդիրների մասին, որ ինքներդ դարձնեք դրանք ավելի մեծ, քան իրականում կան։ Ես կուզեի ասել, որ փորձեք առաջ գնալ եւ վայելել կյանքը։ Հասկանում եք։ Եթե դուք ապրում եք ինչ-որ մեկի հետ կամ ամուսնացած եք ինչ-որ մեկի հետ, որը խնդիր ունի եւ թույլ եք տալիս, որ նրա խնդիրը տխրեցնի ձեզ, դուք դառնում եք փոխկախված միմյանցից։ Հենց դա է փոխկախվածությունը։ Ես պետք է ամեն օր սպասեմ եւ տեսնեմ, թե ինչ կլինի քեզ հետ, նախքան կորոշեմ արդյոք ես երջանիկ կլինեմ։ Լսում եք։ Դուք կարող եք կամ լսել ինձ, կամ գնալ եւ հոգեբանին $100 վճարել նրանից լսելու համար։ Փոխկախվածությունը լուրջ խնդիր է։ Որքան է պատահել, երբ արթնացել եք մի գեղեցիկ արևոտ օր եւ հետաքրքիր ծրագիր ունեցել, բայց հանկարծ ձեր երեխաներից մեկն ինչ-որ բան է արել, ու դուք անմիջապես կորցրել եք ձեր ուրախությունը։ Մենք չենք կարող ուրիշներից փոխկախվածության մեջ լինել։ Թույլ տվեք կրկնել։ Եթե դուք կապ ունեք որևէ մեկի հետ, ով խնդիր ունի, եւ պետք է սպասեք ու տեսնեք, թե ինչ է նա անելու այդ օրը, որպեսզի որոշեք ինքներդ երջանիկ կլինեք, թե ոչ, ապա դուք փոխկախվածության մեջ եք նրանից։ Իմ ընտանիքը իրական խառնաշփոթի մեջ էր։ Այլ կերպ հնարավոր չէր նկարագրել։ Հայրս սեռական բռնություն էր գործադրում։ Նրա ընտանիքի տոհմածառում արյունապղծության ոգի կար։ Նա միակը չէր, որը սեռական բռնության էր ենթարկել ինձ։ Ես մի քանի հորեղբայրներ ունեի, որոնք նույն կերպ էին վարվել։ Իսկ պապիկս փորձել էր, մայրս էլ պարզապես վախենում էր։ Հայրս բավականին դաժան ահազդու մարդ էր։ Նա հարբում էր, գիշերով տուն գալիս եւ նրան ծեծում։ Գիտեք, ես չգիտեմ, թե ինչու էր նա մնում նրա հետ, սակայն այն ժամանակ կանայք այդպիսին էին։ Այսօր, եթե ես ամուսնացած լինեի նրա պես մեկի հետ, 10 րոպեից ավելի նրա հետ չէի ապրի։ Ես սա չեմ ասում նրանց, ովքեր խնդիրներ ունեն ամուսնության մեջ, բայց գիտեք, իմ մայրը տեղյակ էր, որ հայրս բռնության էր ենթարկում ինձ։ Եվ շարունակում էր մնալ նրա կողքին, անկեղծ ասած ինձ համար ավելի անտանելի էր այն, ինչ մայրս էր անում, քան այն, ինչ հայրս էր անում։ Եվ նա ծայրահեղ կախվածության մեջ էր, հորիցս նա մտածում էր, որ չէր կարող ապրել կամ գոյատևել առանց նրա։ Թույլ տվեք ասել, իրականում դուք միայն Աստծո կարիքն ունեք։ Լսեք, երբեք թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը բռնանա ձեր երեխաներին կամ ձեզ, եւ մի մնացեք նրա հետ, քանի որ վախենում եք ու չեք կարող թողնել նրան, ոչ։ Աստված հոգ կտանի ձեզ համար։ Կան կառույցներ, որոնք կօգնեն եւ հոգ կտանեն ձեզ համար։ Դուք չափազանց թանկ եք եւ չափից ավելի մեծ արժեք ունեք, թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը ձեզ բռնության ենթարկի։ Ամեն։ Եվ այսպես իմ հայրը բռնարար էր, մայրս վախենում էր ամեն ինչից։ Ես ունեի մի եղբայր, 9 տարի փոքր։ Եվ իհարկե, նրան էլ ինձ նման տարօրինակ կերպով էին մեծացրել, բացառությամբ, որ նա սեռական բռնության չէր ենթարկվում, բայց իրականում նա երբեք էլ հայր չունեցավ։ Նա մեկնեց ռազմածովային ծառայության, երբ 17 տարեկան էր։ Մասնակցեց Վիետնամի պատերազմին եւ տրվեց թմրանյութերին Վիետնամի անտառներում։ Եվ երբեք ոչ մի կերպ չկարողացավ ազատվել դրանցից։ Նա հրաշալի մարդ էր, գեղեցկադեմ, բայց ծայրաստիճան անպատասխանատու։ Ասում են, որ եթե մարդիկ շատ թմրանյութ են օգտագործում երիտասարդ տարիքում,
Կարծես մնում են իրենց կյանքի այդ շրջանում եւ այլևս մտավորապես չեն հասունանում։ Դուք կարող եք տեսնել 50-ամյա մեկին, որը սակայն վարվում է 13-ամյա կամ 17-ամյա տղայի պես, եւ նա պարզապես շատ անպատասխանատու էր։ Նա ամուսնացավ մի աղջկա հետ եւ նրանք ունեցան մի երեխա։ Սակայն նա երբեք հոգ չէր տանում իր երեխայի համար եւ երբեք չէր վճարում երեխայի խնամքի համար։ Նա պարզապես անհետանում էր տարիներով եւ հետո հայտնվում եւ ուզում, որ ինչ-որ մեկը կարգավորի իր ստեղծած խառնաշփոթը։ Նա զանգեց մեզ, շուրջ 8 տարի մենք նրան չէինք տեսել, նա ասաց ես պատրաստ եմ քույրս։ Կարող եմ գալ տուն, ես ուզում եմ շտկել իմ կյանքը։ Շատ լավ, այսպիսով մենք նրան հետ բերեցինք։ Եվ նա 4 տարի ապրեց մեզ հետ։ Մենք կարծում էինք, որ հրաժարվել է թմրանյութերից, այժմ ես վստահ չեմ, որ նա երբևէ լիովին հրաժարվել էր։ Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակ նա չէր օգտագործել, բայց իրականում մենք պետք է խնամեինք նրան երեխայի պես, որպեսզի մշտապես ճիշտ ուղղության մեջ պահեին։ Կան մարդիկ, որոնք գիտեն, թե ինչի մասին եմ խոսում։ Եվ գիտեք ինչ, նրա վիճակն այնքան լավացավ, որ մենք նրան թույլ տվեցինք աշխատել մեզ հետ։ Նրա բոլոր ատամները վնասվել էին թմրանյութերից։ Մենք վճարեցինք ատամների բուժման համար։ Նրա համար նոր հագուստներ եւ նոր մեքենա գնեցինք։ Նա լավ էր, քանի դեռ նրա գլխավերևում կար մեկը, ով հետևում էր նրան։ Վեր կաց Դեյվիդ, գործի գնալու ժամանակն է Դեյվիդ։ Գիտեք, նա պարզապես չէր կարողանում ինքն իր համար հոգ տանել։ Եվ այսպես մոտավորապես 4 տարի անց մենք մտածեցինք, որ ժամանակն է, որ նա ամուր կանգնի։ Մենք նրան բնակարան տրամադրեցինք, կահույք գնեցինք, բայց հենց նա մնաց մենակ, կրկին սկսեց թմրանյութեր օգտագործել։ Նա շիզոֆրենիայի եւ պարանոյայի դրսևորումներ ուներ։ Թմրանյութերը ախտահարել էին նրա մարմինը։ Մենք հնարավորինս օգնեցինք նրան։ Ներառեցինք վերականգնողական ծրագրի մեջ, արեցինք այն, ինչ հնարավոր էր։ Եվ շուրջ 6 տարի անց ես գիտակցեցի, որ նրա պատճառով իմ կյանքը քայքայվում է, ես պարզապես ասացի. Այլևս չեմ կարող։ Ես այլևս ոչինչ չեմ անելու։ Ես կոչում ունեմ իմ կյանքի համար, ես ունեմ կյանք ապրելու եւ չեմ պատրաստվում փոխկախվածության մեջ լինել իր խնդրից։ Ամեն։ Նա կրկին անհետացավ 8 տարով, հետո կրկին զանգեց, ուզում էր, որ իր կյանքը շտկի։ Մենք նրան ուղարկեցինք Լոս Անջելես բուժվելու։ Նա ընդգրկվեց մի ծրագրի մեջ, որի պատասխանատուները ծանոթ էին մեզ, նա նորից մաքրվեց։ Հետո մի օր նրանց ասաց, դուք հրաշալի եք եւ ես գնահատում եմ այն ամենը, ինչ արեցիք, բայց սա պարզապես ինձ համար չէ։ Ես ուզում եմ, որ ինձ տանեք վետերանների տուն։ Դե այնտեղ գնալու ցանկության պատճառը ցավազրկողներ ստանալն էր։ Սա ցավալի է, բայց որպեսզի պատմությունը չերկարացնեմ, նա իր կյանքին վերջ տվեց ինքնասպանությամբ։ Նա իրեն կախեց Լոս Անջելեսի մի լքված շենքում։ Գրեթե կես ժամ ես տանջվում էի այդ զգացողությունից։ Դա իմ մեղքով եղավ։ Ես պետք է հոգ տանեի նրա համար։ Բայց գիտեք ինչ, դա իմ մեղքով չէր։ Մենք նրան տվել էինք բոլոր հնարավորությունները։ Ես չէի ծրագրել, որ այս ամենի մասին կխոսեմ, բայց հնարավոր է կա մեկը, որին պետք էր լսել սա այսօր։ Ձեզ հանցավոր մի զգացեք ինչ-որ մեկի պատճառով, որն ուզում է կործանել իր կյանքը։ Դուք կարող եք աղոթել նրա համար, դուք կարող եք փորձել օգնել նրան, բայց դուք ձեր կյանքը ունեք ապրելու եւ Աստված ծրագիր ունի ձեզ համար, եւ ես պարզապես ասում եմ, թույլ մի տվեք, որ մեկ ուրիշը իր խնդրով գողանա ձեր կյանքը։ Ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ օգնեք նրանց, արեք ամենը, ինչ կարող եք անել։ Աղոթեք նրանց համար, բայց դուք կարող եք միայն հնարավորություն տալ նրանց։ Ինչ որ մեկը սրա կարիքն ունի, այն ամենը, ինչ դուք կարող եք անել, մարդկանց հնարավորություն տալն է, բայց ինչ արած, եթե նրանք չեն օգտվում դրանից։
Դժվար է հատկապես եթե ձեր երեխան է, ինձ համար իմ եղբայրն էր եւ բավականին դժվար էր, բայց գիտեմ, որ ձեզնից ոմանց համար իրենց երեխաներն են։ Ես չեմ կարող ասել, թե ինչ անեք, միայն դուք գիտեք, թե ինչ պետք է անեք։ Բայց ես ուզում եմ ասել, որ Աստվածաշունչն ասում է, գողը գալիս է միայն գողանալու, սպանելու եւ կործանելու, իսկ Հիսուսն ասում է, ես եկա, որ դուք կյանք ունենաք եւ վայելեք այն եւ ունենաք առատապես, մինչեւ որ այն լցվի ու թափվի։ Եվ ուրեմն թույլ մի տվեք, որ ինչ որ մեկը կործանի ձեր կյանքը, քանի որ ուզում է կործանել իրենը։ Գոհունակությունը չի բխում ունեցվածքից, պաշտոնից կամ իշխանությունից։ Գոհունակությունը բխում է մարդու ներսից։ Գոհունակությունը բխում է Աստծո հետ ճիշտ փոխհարաբերությունից։ Դուք չեք կարող ձեր կյանքում ունենալ ծածուկ մեղք եւ գոհունակ լինել։ Հնարավոր է անցյալից բաներ ունեք, որոնց մասին պետք է խոսեք ինչ-որ մեկի հետ։ Տարիներ շարունակ դուք դրանք ծածուկ եք պահել։ Դուք գոհունակ չեք լինի, մինչև դրանց հարցերը չլուծեք։ Որքան շատ թաքնվեք դրանցից, այնքան ավելի շատ դրանք կհետապնդեն ձեզ։ Ահա կրկին ինչ-որ մեկը կարիք ունի լսելու սա։ Դուք կարող եք փախչել ֆիզիկական խնդրից, բայց կրեք այն ձեր հոգում։ Իմ հոգին վիրավորված էր, այդ է պատճառը, որ կնոջ հոգու բժշկություն գիրքը, որ ես գրել եմ, այդքան կարևոր է այն մարդկանց համար, որոնք անցյալում վնասվել են։ Դուք կարիք ունեք թույլ տալու, որ Սուրբ Հոգին մտնի ձեր կյանքի այդ ցավոտ անկյունները եւ ուղղորդի ձեզ անցնելու բժշկության այդ ուղին։ Ես երբեք չեմ ստացել մասնագիտական խորհրդատվություն, առաջին հերթին ես չէի կարող վճարել դրա համար։ Բայց ես ստացա խորհրդատվություն Աստծուց, կարդացի գրքեր եւ պարզապես ինքնուրույն անցա իմ ճանապարհը։ Սակայն սխալ չէ խորհրդատվություն ստանալը, եթե դուք դրա կարիքն ունեք։ Եթե ինչ-որ ժամանակ դեղորայք պետք է ընդունեք, դրանում էլ սխալ ոչինչ չկա։ Անձամբ ես հոգնել եմ այն քրիստոնյաներից, որոնք համարում են, որ մարդը տկարամիտ է եւ խնդիր ունի, քանի որ մտավոր առողջության համար որևէ դեղահաբ է օգտագործում։ Ես հոգնել եմ դրանից։ Ես անհանգստության դեմ դեղահաբ եմ ընդունում եւ երկար ժամանակ չէի ուզում, որ ինչ-որ մեկն իմանա այդ մասին, քանի որ ես հավատքի մարդ եմ։ Եթե դուք էլ մեծանայիք այնպիսի պայմաններում, որտեղ ես եմ մեծացել, դուք էլ անհանգստության խնդիր կունենայիք։ Ամեն։ Եվ ոչ միայն դա, ես մի փոքր ուռուցք ունեի մակերիկամային գեղձերում, որը խանգարում էր իմ հորմոնների ճիշտ ֆունկցիային։ Դուք պարզապես պետք է ընդունեք ձեզ անհրաժեշտ օգնությունը, մի չարաշահեք դեղորայքը, թույլ մի տվեք, որ ամեն անգամ, երբ դժվար օր եք ունենում, առաջինը վազեք դրանց մոտ։ Մենք դա չենք ուզում։ Գիտեք, վերջերս դուստրս մի հաղորդում էր դիտել, որտեղ բժիշկն ասել էր, որ մարդկանց 85%-ը, որ ընդունում է անհանգստության դեմ դեղահաբեր, իրականում դրանց կարիքը չունի։ Նրանք կարող են իրենց խնդիրը այլ կերպ լուծել եւ ես հավատում եմ դրան, կան շատ մարդիկ, որոնք անընդհատ վազում են դեղատուփի մոտ եւ դեղեր փնտրում։ Բայց եթե դուք իսկապես դրանց կարիքն ունեք, առանց ամաչելու ընդունեք։ Լսում եք ինձ։ Անհանգստության դեմ դեղեր ընդունելը ոչ մի բանով չի տարբերվում նրանից, երբ դեղ եք ընդունում շաքարային դիաբետի համար։ Հասկանում եք։ Ձեր նյարդերը, ձեր մտավոր առողջությունը ձեր օրգանիզմի մի մասն են, ինչպես եւ մյուս մասերը։ Եվ դուք պետք է լուծեք այդ խնդիրները։ Դուք չեք կարող պարզապես թաքնվել այն բաներից, որոնք ձեզ վնասում են։ Եվ գիտեք, սեռական բռնությունը իր տեսակով ամոթալի է։ Ասում են, որ բոլոր բռնություններից սեռական բռնությունը ամենասոսկալին է եւ սովորաբար դու վատ ես մտածում քո մասին, որովհետեւ կարծում ես, որ դա քո մեղքով է։ Իսկ դա այդպես չէ։ Եթե ինչ-որ մեկը բռնության է ենթարկում քեզ, դու մեղավոր չես, որ նա այդպես վարվեց։
Ամեն։ Եվ եթե ձեր կողակիցը անհավատարիմ է, դա ձեր մեղքը չէ։ Դա չի նշանակում, որ դուք լավը չէիք կամ ինչ-որ բան սխալ էր ձեր մեջ։ Երբ խնդիրը ուրիշի մեջ է, մի բարդեք այն ձեզ վրա։ Թողեք, որ իրենք լուծեն իրենց հարցերը։ Ամեն։ Դուք երբեք չեք կարող գոհունակ լինել։ Եթե ունեք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, սակայն շարունակ դրանք վանում եք ձեզնից, վանում եք, դուրս եք մղում։ Եթե անհրաժեշտ է, թեկուզ վախենալով լուծեք դրանց հարցերը եւ դուրս մղեք ձեր կյանքից։ Լսում եք ինձ։ Լուծեք դրանց հարցերը եւ ազատվեք դրանցից։ Եթե այստեղ եք այսօր եւ ձեր կյանքը դեռ Քրիստոսին չեք հանձնել, դուք կարող եք մոռանալ, որ երբևէ երջանիկ կլինեք։ Անկախ նրանից, թե ինչ ունեք կամ ինչ պաշտոն եք զբաղեցնում, կամ ում եք ճանաչում, դուք երբեք երջանիկ չեք լինի ձեր կյանքում առանց Աստծո, քանի որ դուք ստեղծվել եք նրա կողմից եւ նրա համար։ Ես մի փոքր էլ առաջ կանցնեմ ու կասեմ, եթե դուք մի ոտքով արքայության մեջ եք, իսկ մյուսով աշխարհում, այդ վիճակում նույնպես երջանիկ չեք լինի։ Այնպես որ, եթե կիսով չափ ներսում եք ու կիսով չափ դրսում, այսօր այն օրն է, որ լիովին հանձնվեք Աստծուն։ Ամեն։ Նկատի ունեմ լիովին հանձնվեք։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։